Սիրելիներս ողջույն, ինչպե՞ս եք, հուսով եմ լավ եք, ես նույնպես լավ եմ, հիանում եմ իմ տղայի ծննդյան ծաղկով, որ նվիրել էր իմ մաման, վերջինն է մնացել, ուզեցա այս տեսքն էլ ցույց տամ ձեզ, ասեք, որ վարդը ամեն ձևով գեղեցիկ է, ամեն ձևով, ամեն թերթիկ ունի իր ուրույն տեսքը, ինչքան որ, այսպես ասած, ինքը և դեղին է, և տերևները դեռ կանաչ պահպանվել են, ամեն դեպքում ասեք, որ սիրուն է, այս ձևի գեղեցիկ, սիրուն ու հաճելի տեսարանի ներքո, ուզում եմ ձեզ ասեմ, բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս և բազմաթիվ թարմ ու բուրումնավետ վարդեր, սենց ի սրտե օնլայն հարթակով նվիրում եմ ձեզ բոլորիդ, իմ հարազատներս, իմ բարեկամներս, իմ ծանոթ և անծանոթ քույրիկներ, տատիկներ, մայրիկներ, աղջիկներ, դեռահաս բալիկներ, բոլորիդ ապրիլի 7-ը շնորհավորում եմ, ցանկանում եմ ամենա հաճելի պահերը ձեր երազանքների, որ մեր սրտի հոգու խորքում, հոգու անկյունում ունենք, փափագում ենք, երազում ենք, գիտեմ նաև, որ իմ հետևորդների մեջ ունեմ այնպիսի հետևորդներ, ովքեր որ երազում են մայրանան, ի սրտե Աստծուն աղաչում ու պաղատում եմ, որ իրանք էլ զգան մայրության պետքրանքը, քանզի որ ես տարիներ շարունակ փափագել եմ դրա մասին, այսօր զգում եմ այդ պետքրանքը, այսօր քաղում եմ դրա պտուղները, մաղթանքներս շատ են, ցանկություններս դեպի ձեզ շատ են, սիրում եմ ձեզ, գրկում եմ բոլորիդ, շնորհավորում եմ կրկին ու կրկին անգամ, մեր տոնը իբր թե այսօր մեր միամսյակի վերջին օրն է, բայց եկեք համաձայնեք իմ հետ, որ մենք կանայքս մեր հոգու անկյունում չենք ուզում, չէ, այս օրերը վերջանա, ես էլ չեմ ուզում վերջանա, ես էլ եմ ուզում միշտ սիրված լինել, գնահատված լինել, կապ չունի ծնողի կողմից, բալիկի կողմից, ընտանիքի կողմից, ձեր կողմից, կարևորը, որ եթե մարդ իր կյանքում զգում է, որ և սիրված է, և գնահատված, հավատացեք, այդ մարդը կյանքում իմ համար, իմ մտածելակերպով ամենաերջանիկ մարդկանցից մեկն է, քանի որ այս կյանքում գնահատված լինելը շատ լավ բան է, այնպես որ ի սրտե ձեզ ցանկանում եմ լինեք գնահատված, սիրված, նվիրված և միշտ ուշադրության կենտրոնում, այսօր առավոտ բարի լույսով ես կրկին անգամ զգացել եմ մայրության պետքրանքը, միգուցե շատ մարդկանց համար սովորական բան է, քանի որ իրանք իմ նման չեն երազել տարիներ շարունակ ու իմ համար, չգիտեմ, մայրությունը մի ուրիշ պետքրանք է, մի ուրիշ զգացողություն է, մի ուրիշ աշխարհ է, որտեղ գտնվում եմ ես ու ամեն առավոտ ես փառք եմ տալիս Աստծուն, որ ինձ տվել է Ալեքսի նման թանկ բալա, ինչքան որ ես իմ կյանքում միշտ երազել եմ 3 երեխայի մասին, բայց Ալեքսը իմ կյանքում իմ լույսն է, իմ հույսն է, իմ հոգին է, իմ աշխարհն է, իմ ամենամեծ նվիրական երազանքն է, որ Տերը պարգևել է ինձ ու ի սրտե ցանկանում եմ, որ դուք էլ զգաք, ովքեր որ երազում են այդ պետքրանքը, առավոտ կանուխ արթնացավ, մամա ջան, բարի լույս, ասում եմ Ալեքս, գիտես, այսօր մայրիկների տոնն է, մամա ջան, տոնդ շնորհավոր, չնկարես, ասում եմ, չէ, չեմ նկարի,
Հետո արդեն օրվա վլոգը, որով սկսեցինք, այդ ժամանակ ցանկացա, որ նկարենք։ Ու երբ որ մտել եմ սոցկայքեր, սոցցանցեր, շատ շնորհավորանքներ եմ ստացել, շատ գեղեցիկ խոսքեր եմ ստացել։ Այս տարվա ապրիլի 7-ը իմ համար յուրահատուկ էր, որովհետև իմ մաման անմիջապես իմ տանն էր, էլ կարիք չեղավ հեռախոսը վերցնեմ, մամայի շնորհավոր եմ, սիրուն բարձրացել եմ վերև, շնորհավոր էլ, իմ սրտի մաղթանքներն ասել, հետո տեսել, որ թե ինչքան շատ, չափից շատ SMS-ներ են ինձ ուղված ձեր կողմից ու դրանից ելնելով էլ, սիրելի հետևորդներ ջան, ես իմ բալայի դասղեկը սկզբից եղել եմ ընկեր Սահականուշը, գիտեք, ասել եմ, շատ անգամներ եմ իր մասին ասել, հիմա արդեն տարականից հետո էլի փառքաստու ունենք լավ դասղեկ, շատ ու իր այջում մարդը շնորհավոր էր բոլորիս, խոսքերն այնքան դուր եկան ինձ, որ ուզեցա համացանցով, օնլայն հարթակով բարձրաձայնեմ, բոլորս էլ շոյվենք մեր հոգու անկյունում, բոլորս էլ մեզ լավ զգանք, մեզ կինը զգանք, մեզ մայրը զգանք, Տեր Աստված ով չի զգում թող զգա և ինչու չէ նաև մանուկ զգանք, քանզի դեռ կան մեր ծնողները։ Ուզում եմ խոսքս ավարտեմ այս երկտող չէ, տողերով ներողություն։ Կնոջը զարդարող ամենասուրբ տիտղոսը մայրն է։ Երանի բոլոր աղջիկներն ու կանայք արժանանան այդ տիտղոսին։ Երանի։ Մի օր բոլորս ենք կետ առ կետ հասկանում մայր Աստվածի մեծությունն ու առաքելությունը։ Ասեք, որ այդպես է։ Մայրը ամենի սկիզբն է, գոյը, լինելիությունը, ամենասիրունն է յուրաքանչյուր լեզվի բառադարանի գոյականներում։ Հələ տեսեք ինչ մտքեր է ասում։ Ամենաասվածն է, ամենագործածվածը, ամենից պահանջվածը։ Մորով սկսվում ու իրենով էլ ավարտվում է հավանաբար կյանքում ամեն լավ բան, մարդկային իրական հեքիաթը, ամենն ինչը բարու հետ է կապված։ Մայրն ինքը բարություն է, գարունը, հոգին, հույզը, արևը։ Աստված աշխարհը ստեղծեց Աստված աշխարհը ստեղծեց ու մարդկությունը կասկած չկա, ամենաքնքուշ շունչը, վառ գույներով շաղաղված կնոջը տվեց, որ ապրեցնի, դիմանա, ների, ինչ խոր մտքեր կան, չէ՞։ Սիրելի մայրեր, ապագա մայրեր, անթախից գունապնակ եմ մաղթում բոլորիդ կյանքում, ձեր սրտի պես ջերմ ու տաք գարուններ։ Ու հենց այս խոսքերով էլ ուզում եմ ավարտեմ, շնորհակալություն մեր դասղեկին նման գեղեցիկ գրառում անելու համար։ Ջերմ մաղթանքներս ու համբույրներս բոլորիդ։